Գյումրիում հունվարի 15-ին բախումների վերացված բողոքի ցույցերի մասնակից Մնացական Ալեքսանյանը երկօրյա անազատությունից հետո ազատ արձակվեց։ Ձերբակալված երիտասարդի ազատ արձակումից հետո նոր հարցեր են առաջ գալիս։ Նրան մեղադրանք չառաջադրվեց, որովհետև հիմքեր չկային։ Փաստաթղթում, որը դատախազություններ տրամադրել, գրված էր. ձերբակալման հիմքերը բացակայում են։ Եթե չկային հիմքեր, ապա ինչու նա ձերբակալվեց։ Եթե անօրինականության են գնում, ապա ինչ փոխվեց։ Միթե վերևներում չգիտեին, որ երիտասարդի ձերբակալումը կարող է էսկալացիա առաջացնել, ավելի սրել իրավիճակը։ Իհարկե գիտեին։ Ավելին տպավորություն էր, թե իշխանություններին ձեռնտու էր հենց այդ էսկալացիան։ Այդ դեպքում ինչու չգնացին մինչև վերջ։ Հարցերի այս շարքը կարելի է շարունակել։ Մի բան պարզ է, որ այս ամենը տեղավորվում է իշխանությունների պլան կոնսպեկտում եւ միայն այդքանը։ Գյումրիում 3 կեսօրից հետո պայծառ տրամադրություններ էին։ Համախմբումն իր արդյունքը տվեց, երիտասարդին ազատ արձակեցին հասարակության ճնշման ներքո։ Սառնախպյուրցին, գյումրեցին, ՀՀ քաղաքացին վճռական էր տրամադրված։ Սակայն միթե հաղթանակ կարելի է համարել այն, որ մարդուն անազատությունից զրկում են ամբողջ 2 օր, 48 ժամ, չունենալով հիմքեր, չտալով պատասխանը ինչու հարցի։ Ով է փոխհատուցելու Մնացական Ալեքսանյանի երկօրյա անազատության գինը, ով է փոխհատուցելու նրա անկողնային հիվանդ եւ ազատամարտի վետերան հոր մտատանջությունների համար։ Չէ՞ որ նրանք ոչ թե Պերմյակով, այլ Մնացական են ծնելու մեծացրել, ՀՀ քաղաքացի, ով կարճ, բայց բովանդակալից ճանապարհ է անցել։ Եվ այսպես, մի կողմից Պերմյակով, ով վայելում է սեփական իշխանությունների հովանավորչությունը, մյուս կողմից Մնացական, ով պարզապես տեղավորվում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների պլան կոնսպեկտի լուսանցքում։ Նախ Մնացական Ալեքսանյան ծառայել է ամենաթեժ կետերում, եղել է Ասկերանում, թշնամու 2 դիվերսիա է հետ մղել, եղել է դիպուկահար, գիտակից ու պայքարող քաղաքացի է, ով անտարբեր չէ սեփական երկրի ճակատագրի նկատմամբ, մերօրյա հերոս, ով ունի կոչումներ ու պատվոգրեր։ Մնացականը, ով փողոց էր դուրս եկել փրկելու խեղճացած իշխանությունների դեմքն ու պատիվը, ավելի ուշ հայտնվեց Ախուրյանի ձերբակալվածների պահման վայրում։ Ինչու հարցի պատասխանը Սերժ Սարգսյանին հայտնի է։ Նրա ծրագրերում Հայաստանի Հանրապետության պայքարող քաղաքացին սովորական գործիք է, եւ մարդուն, ով ժողովրդի քվեն անարգելով ու արհամարելով է հասել նախագահական աթոռին, ով իշ թիկունքին չունի ժողովրդի ուժն ու վստահությունը, բացարձակապես չեն հետաքրքրում Հայաստանի Հանրապետության քաղաքացու տվայտանքները։ Նրա պլաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մնացականը բոլորովին այլ հարթությունում է տեղավորված։ Իսկ հիմա Վալերի Պերմյակով անցած ուղին մշուշոտ է եւ այնքան էլ հայտնի չէ, որովհետեւ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կողմից հովանավորվող անձի տիրույթ մտնելու թույլտվություն չունեն անգամ ՀՀ իրավապահները։ Այնինչ հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցներն, հետեւյալն է. մի քանի անգամ խուսափել է զինծառայությունից, ունի եղբայր, ով 2 անգամ դատվել է սպանության փորձի եւ սեփական կնոջը սպանելու համար։ Ունի հայրով խոսում էր սեփական որդու ենթադրյալ արարքների մասին դեմքի անհոգ արտահայտությամբ։ Նրան է մեղսագրվում մի ամբողջ Գերդաստանի սպանություն։ Պերմյակովն ընդունել է մեղքը, որ 7 հոգու է սպանել, այդ թվում մանկահասակ երեխաների։ Սակայն ենթադրյալ հանցագործին ՌԴ իշխանությունները անմիջապես վերցրեցին իրենց իրավազորության տակ։ Նրան ոչ մի վայրկյան թույլ չտալով մնալ ձերբակալվածների պահման վայրում։ Նա այսօր էլ ռազմաբազայում է։ Սեփական իշխանությունները կհոգան, որ դատվի ՌԴ դատարանում, պատիժը կրի սեփական երկրում։ Ռուսաստանյան լրատվամիջոցներն էլ արդեն հաղորդում են, որ հայկական կողմը իրեղեն բոլոր ապացույցները հանձնելու է ՌԴ իրավապահներին։ Արդեն իսկ փորձում են Պերմյակովին սակավամիտ սարքել։ Հասկանալի է, Ռուսաստանն այն երկիրը չէ, որտեղ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները մեծագույն արժեք են։ Սակայն ամեն դեպքում Պուտինը փորձում է հասկացնել մեկ բան. հանցագործ է, թե հերոս իմն է, եւ ոչ ոքի չեմ հանձնի նրան։ Նա ժողովրդի առաջնորդի իր գաղափարներն ունի, առավել մասշտաբային, հավակնոտ, որոնց հետ կարող ենք եւ համաձայն չլինել։ Սակայն Պուտինի այդ քայլը նախ եւ առաջ նշանակում է. ես տեր եմ իմ ժողովրդին, լինի հերոս թե հանցագործ, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որի համար միևնույն է, քաղաքացին խուլիգան է թե առաջամարտիկ։ Նրա ծրագրերում ՀՀ քաղաքացին զուտ սպասարկու է։ Նրանց տարբերությունը այստեղ է կայանում։ Սերժ Սարգսյանի աշխարհաքաղաքականությունը այնքան սահմանափակ է, որ պտտվում է զուտ սեփական ընտանեկան առանցքի շուրջ։